Նման Բաղդասարյան տվյալներով անց համացանցում հայտարարություններ է տարածել եւ այդ հայտարարություններով ակտիվորեն կիսվել են իշխանական լրատվամիջոցները, առայն որ Տիգրան Ուղուբաբյանը նախկինում դատված է եղել ԼՂ քրեական օրենսգրքի 116 եւ 117-րդ հոդվածներով։ Ես որպես Տիգրան Ուղուբաբյանի լիազոր անձ, որպես նրա փաստաբան, վստահեցնում եմ, որ Արցախյան ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրված տվյալներով այդպիսի տվյալ չկա, այսինքն Տիգրան Ուղուբաբյանը երբևէ եւ որևէ հանցագործության համար նախկինում դատվածություն չի ունեցել։ Այն կրիմինալ անցյալը, որ մեկն է վերագրվում է Տիգրան Ուղուբաբյանին, իրականության հետ ընդհանրապես եւ որևէ աղերս չունի։ Հնարավոր է 13-14 տարեկանում Տիգրան Ուղուբաբյանը ոստիկանություն մտածներ ինչ-որ փողոցային ծեծի կամ իր դասարանցիների հետ համերաշխ չլինելու համար, սակայն նման անցյալ ունեն երևի այստեղ մասնակիցներից մեծամասնություն է թվում նաև ոստիկանները։ Նման պայմաններում արձանագրել, որ Տիգրան Ուղուբաբյանը ունի կրիմինալ անցյալ եւ հոդվածը նշում են 116-117, այնպես են նշում 116-117, կապուտը 116 կողով բտնա 117-ն էլ գողությունը։ Այսինքն ուզում են ցույց տալ, յանն Տիգրան Ուղուբաբյանը իրոք կրիմինալ անցյալ է ունեցել եւ ոստիկանները մի բան իմացել են, որ արել են։ Ոստիկանները եթե մի բան իմանային, Տիգրան Ուղուբաբյանը հիմա ազատության մեջ չէր լինի։ Ժողովուրդ անձին փաստացի կասկածել են ավազակություն կատարելու մեջ, ընդ որում այդ ավազակության զոհեր կամ տուժողներ են հանդիսացել երկամյա երեխան եւ 27-28-ամյա արցախցի կինը։ Առանձնապես ծանր հանցագործությունով դուք մտածում եք, որ Տիգրան Ուղուբաբյանը իրոք կապ ուներ, բայց այսօր Տիգրան Ուղուբաբյանը սենց իր համար ֆրֆռում է դրսերում։ Դա իրականության հետ որևէ կերպ կապ չունի եւ դա հերթական մանիպուլյացիոն քայլն է, ինձ թվում է ոստիկանության աշխատողների առաջադրանքով։ Տիգրան Ուղուբաբյանը, կրկնում եմ, հանցավոր անցյալ չի ունեցել։ Այդ տվյալները որ ներքին գործերի նախարարությանը ես խնդրում եմ պաշտոնապես հերքել կամ հաստատել։ Այո, խնդրում եմ այդ տվյալները պաշտոնապես հրապարակել։ Տիգրան Ուղուբաբյանը տալիս է իդեմս ինձ այդ մասով թույլտվություն։ Տիգրան Ուղուբաբյանը հանցավոր անցյալ ունի թե չունի։ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը այդ վերաբերյալ հստակ տեղեկատվություն ունի։ Եթե կա, խնդրում եմ հրապարակեք։ Տիգրան Ուղուբաբյանը պնդում է, որ երբևէ որևէ հանցագործության համար դատված չի եղել եւ որպես մեղադրյալ որևէ գործով ներգրաված չի եղել։ Այդքանը։